Բոլորին ողջույն։ Երրորդ դասի ընթացքում կսովորենք, թե ինչպես կատարել թվայնացնում ArcGIS Pro միջավայրում և ինչպես ավելացնել մետատվյալներ մեր թվայնացրած շերտերին։ Նախ, մինչև շերտային ֆայլերի թվայնացման անցնելը, փորձենք կրկին բացել պրոյեկտի ֆայլ և այն պահպանենք մեր թղթապանակի մեջ։ Փորձենք այս ընթացքում միացնել ArcGIS Pro ծրագիրը։ Հիշեցնեմ, որ ArcGIS Pro ծրագիրը կարող եք ներբեռնել esri.com կայքից, որը հանդիսանում է պաշտոնական կայքը, որտեղ կարող եք ձեռք բերել կամ ներբեռնել ArcGIS Pro ծրագիրը և կան տարբեր տարբերակներ, թե ինչպես է հնարավոր այն ակտիվացնել, գնել և օգտագործել ձեր նախագծերի համար։ Այստեղ տեսնում եք, որ արդեն բացվեց մեր ArcGIS Pro ծրագրի ինտերֆեյսը և ես այստեղ մի փոքր հղումը, որտեղ որ ստեղծելու ենք մեր ֆայլը հստակ և արագ անելու համար, վերադառնամ իմ թղթապանակը և մեր դասերին վերաբերող թղթապանակը մուտք գործեմ և փորձեմ հղումը կրկնօրինակել և տեղադրել ArcGIS Pro միջավայրում։ Հիմա ստեղծում եմ նոր քարտեզ map-ի միջոցով։ Այստեղ կնշեմ, թե որտեղ եմ ուզում պահպանել իմ քարտեզը և դրա համար այն հղումը, որը որ ես նշել էի, կփորձեմ տեղադրել այստեղ։ Եվ այստեղ տեսնում ենք, որ արդեն իմ class 1 և class 2 դասերը երևում են։ Կփորձեմ հիմա ստեղծել նոր թղթապանակ, որին կանվանեմ class 3, ինչպես տեսնում եք, ես այստեղ բացած չթողեցի և հիմնականում փորձում եմ օգտագործել լատինատառ սիմվոլներ։ Հիմա մուտք գործեմ class 3-ի մեջ, նշելով, որ ես ուզում եմ իմ նոր նախագիծը պահպանեմ class 3-ի մեջ, սեղմեմ OK և բնականաբար պետք է անվանեմ իմ նախագիծը, այստեղ իմ նախագիծը կանվանեմ project 3։ Մեզ հարցնում է, արդյոք պետք է ենթաթղթապանակներ ստեղծել այս թղթապանակում, թե ոչ։ Մենք կնշենք, որ չենք ուզում այդպիսի ենթաթղթապանակ ունենալ և ուղղակի սեղմելով OK հրամանը, հիմա մեր մոտ կբացվի արդեն ArcGIS Pro միջավայրը, որի մեջ էլ կփորձենք ստեղծել շերտային ֆայլեր և կատարել թվայնացում։ Նախ, մինչև թվայնացում կատարելը, երևացող base map-ը, որը contents պանելում արտահայտված է World Topographic Map և World Hillshet շերտերի միջոցով փորձենք փոխել, որպեսզի ունենանք այնպիսի բազային շերտ, base map կոչվածը, որը մեզ կօգնի ինչ-որ չափով կատարել թվայնացումը։ Դրա համար մեզ անհրաժեշտ է գալ map բաժինը և map բաժնի layer ենթաբաժնում ունենք base map կոչվող բացվող պատուհանը, այստեղից կան տարբեր base map-ի հնարավորություններ և մենք կընտրենք կոնկրետ imagery hybrid տարբերակը, որպեսզի կարողանանք ունենանք արբանյակային տեղեկատվությունը և գրառումներ ունենանք քարտեզի վրա, որ ավելի հեշտ կողմնորոշվենք և հասկանանք, թե կոնկրետ քարտեզի որ հատվածի հետ գործ ունենք։ Հիմա ես փորձեմ scroll կատարելով փոքր-ինչ մոտեցնել Հայաստանի որևէ հատվածի։ Հայաստանի որևէ հատվածին մոտեցնելուց հետո փորձենք արդեն ստեղծել շերտային ֆայլեր, որոնք մեզ կօգնեն կատարել թվայնացումը։ Շերտային ֆայլեր ստեղծելուց առաջ խորհուրդ կտամ պարբերաբար պատուհանի վերևի ձախ անկյունում առկա Save Project կոճակը սեղմել, որպեսզի անընդհատ մենք ծրագրին հիշեցնենք, որ պահպանի ընդհանուր պրոյեկտի մեջ կատարվող փոփոխությունները և այնուհետև բերեք փորձենք ստեղծել շերտային ֆայլ։ Առաջի քայլով բերեք ստեղծենք պոլիգոնային կամ բազմանկյունային շերտային ֆայլ և որպես օրինակ կարող ենք թվայնացնել ինչ-որ մի գյուղատնտեսական հատվածի հողահանդակներ։ Որպեսզի մենք կարողանանք ստեղծենք շերտային ֆայլը, պետք է այցելենք Catalogs կոչվող բաժինը
իմ պարագայում տեսնում եք, որ մենք catalog կոչվող բաժինն ունենք, բայց ես կփորձեմ հիմա այն փակել եւ որպեսզի ավելի պարզ լինի, թե որտեղից է հնարավոր այն նորից բացել, ապա կխնդրեմ անցնել view բաժինը եւ այստեղ կտեսնեք Windows ենթաբաժնի մեջ մենք ունենք catalog pen կոչվածը եւ հետո ստեղծեցինք catalog pen-ի վրա կրկին տեսնում ենք, որ catalog այստեղ հայտ է եկել։ ArcGIS Pro միջավայրում այն թղթապանակը, որում պահպանված է մեր պրոյեկտը, համարվում է հիմնական թղթապանակ, որտեղ պահպանում են ֆայլերը եւ դա շատ ավելի արագ հասանելիություն է ունենում GIS միջավայրում եւ այստեղ տեսնում եք folders կոչվող բաժնում մենք արդենից class 3 անունով թղթապանակը ունենք, որի վրա տեսեք տան նշան է նշված, ինչը խոսում է այն մասին, որ մեր պրոյեկտի ֆայլը հենց այստեղ էլ պահպանված է։ ArcGIS Pro-ն միանգամից, երբ որ ստեղծում է project միջավայրը, իր հետ մեկտեղ ստեղծում է նաև geodatabase կոչված ֆայլը, որի մեջ հնարավոր է պահպանել մեր շերտային ֆայլերը։ Մինչև այս process-ին շերտային ֆայլերի process-ին անդրադառնալ, ես կցանկանայի նաև մեկ այլ եղանակ նշել, որպեսզի հեշտ հասանելիություն ունենանք մեր ընդհանուր դասերի թղթապանակին, դա favorites կոչվող բաժինն է եւ favorites կոչվող բաժնում կավելացնենք այն հղումը, որը ենթադրում է մեր թղթապանակը պրոյեկտների եւ հետագայում ել ավելի հեշտ հասանելիություն կունենանք մեր ֆայլերին եւ շերտերին։ Add items-ի միջոցով կրկին ես կնշեմ այն հղումը, որում գտնվում է մեր նախագծային ֆայլերը եւ այստեղ փորձեմ ընտրել թղթապանակը, որտեղ իմ բոլոր նախագծային ֆայլերն են եւ սեղմեմ OK։ Եվ ինչպես տեսնում ենք, արդեն որպես favorite այստեղ հայտնվեց Division JS class թղթապանակը եւ իր ենթաթղթապանակները, որոնց գտնվում են մեր նախագծերը։ Հիմա կրկին վերադառնանք project կոչվող ենթաբաժինը եւ class 3 թղթապանակի մեջ project 03 geodatabase-ի մեջ ստեղծենք առաջին շերտային ֆայլը։ Որպեսզի կատարենք այդ գործողությունը անհրաժեշտ է մկնիկի աջ ստեղնը սեղմել եւ բացվող պատուհանի առաջին տողում ունենք new ենթաբաժինը, որտեղից ընտրենք feature class կոչվող հրամանը։ Ինչպես այստեղ տեսնում եք, մենք ունենք նոր տարատեսակ շերտեր ստեղծելու հնարավորություններ, բայց այս պարագայում կստեղծենք feature class, որը մեր համար ստեղծելու է վեկտորային շերտային ֆայլ։ Ստեղծելով feature class-ը առաջի քայլը, որ մենք կատարելու ենք, դա անվանակոչելն է եւ քանի որ խոսեցինք պետք է գյուղատնտեսական հողերի թվայնացում կատարենք, ես այստեղ կարող եմ առավել ճանաչելի եւ հետագայում օգտագործելի դարձնելու համար իմ ֆայլը կամ շերտային ֆայլը անվանել lens եւ երկրորդ տողում lies տողում ես կարող եմ տալ նույնիսկ հայերեն անվանում, որպեսզի lens անունով պահպանված շերտային ֆայլը ինձ տեսանելի լինի այնպես, ինչպես որ ես եմ ուզում։ Օրինակ այստեղ կարող եմ գրել գյուղատնտեսական հողահանդակներ, իրականում իմ շերտային ֆայլը պահպանվում է lens անվանումով, բայց ինձ որպես ինտերֆեյսի տեսանելի անվանում երևում է գյուղատնտեսական հողահանդակները։ Հաջորդիվ ընտրում ենք, որը ամենակարևոր բաժիններից մեկն է, ընտրում ենք, թե ինչ տեսակի շերտային ֆայլ ենք ուզում ունենալ։ Այստեղ կարևորներից առանձնացնեմ polygon, line եւ point եւ իհարկե մենք ունենք նաեւ 3D օբյեկտներ, multi-point, multi-patch, իհարկե այս պարագայում բնականաբար կընտրենք կամ եթե իսկ ընտրված է կթողենք polygon-ը, որպեսզի կարողանանք ստեղծել polygonային ֆայլեր։ Geometric properties բաժնում կարող ենք ընտրել n values-ը, որը սովորաբար օգտագործվում է, երբ որ գործ ունենք ճանապարհ ցույց տվող, ուղղություն ցույց տվող
շերտային ֆայլերի հետ և z values-ը, երբ որ մենք գործ ունենք բարձրությունների հետ աշխատող կամ եռաչափ մակերևույթներ ստացող շերտային ֆայլերի հետ։ Եվ իհարկե վերջում նշված է հետևյալ գրառումը, առ այն, որ ստեղծվելուց հետո իմ շերտային ֆայլը միանգամից կավելանա իմ ընդհանուր նախագծի մեջ։ Հաջորդիվ կարևոր մասը դա fields կոչվող մասն է, որի միջոցով ես կարող եմ ավելացնել այնպիսի աղյուսակային տվյալներ, որոնք հետագայում ինձ կարող են որպես տվյալների բազա պետք գալ, մասնավորապես ես այստեղ կարող եմ ավելացնել ենթադրենք կադաստրային կոդ կոչվածը, հա, և երբ որ մենք ավելացնում ենք որևիցե մի սյուն, պարտադիր պետք է ընտրենք, թե ինչ տեսակ է ունենալու այդ սյունը, այսինքն դա լինելու է տեքստային, թվային, թե օրինակ ամսաթիվ ցույց տվող, թե միայն ժամանակ ցույց տվող կամ միայն ամսաթիվ ցույց տվող, թե կարող է լինել նաև logic, հա, այսպես կոչված այո կամ ոչ պատասխաններ ունեցող, ճիշտ կամ սխալ պատասխաններ ունեցող սյուն, ինչպես նաև կարող է հղումներ պարունակող սյուն լինի և տարատեսակ սյուներ կարող են լինել։ Օրինակ կադաստրային կոդի պարագայում հիմա կարող ենք ընտրել տեքստ, երբ որ ընտրում ենք, արդեն ներքևի հատվածում մեզ կա հնարավորություն նշելու տեքստի սիմվոլների թիվը, այս պարագայում կթողենք այնքան, ինչքան որ կա, և ևս մեկ սյուն ավելացնենք և անվանենք ria, որի միջոցով կփորձենք ունենալ մեր հողակտորների մակերեսները։ Ria-ի դեպքում այն պետք է լինի թվային և մենք այստեղ կարող ենք ընտրել թվային որևիցե մի տարբերակ, որով որ ցանկանում ենք արտահայտված լինի մեր մակերեսները, օրինակ կարող ենք ընտրել float տարբերակը և փորձենք շարժվենք առաջ։ Հաջորդիվ ամենակարևոր մասերից մեկը GIS միջավայրում պետք է ընտրել պրոյեկցիոն համակարգ, որպեսզի մեր ծրագրի համար հասկանալի լինի, թե մեր շերտային ֆայլը ինչ պրոյեկցիա ունի և աշխարհագրորեն իրական աշխարհում որտեղ է գտնվում։ Այս պարագայում կփորձեմ ես ընտրել գոյություն ունեցող պրոյեկցիոն համակարգերից որևիցե մեկը, այստեղ տեսնում եք favorites-ների մեջ մենք ունենք, կփորձեմ ընտրեմ VGS 1984 UTM-Zone 38N-ը, որը Հայաստանի համար նախատեսված պրոյեկցիոն համակարգն է, այնուհետև սեղմենք ենք next, այստեղ tolerance կոչվող բաժինն է, որը կարող եք թողել այնպես ինչպես որ կա, նորից հաջորդ բաժինը resolution կոչված բաժինն է, որը ևս կարող ենք թողել այնպես ինչպես որ կա, և խոշոր հաշվով storage configuration ևս կարող ենք թողել և արդեն վերջում ունենք finish, որի արդյունքում մեր շերտային ֆայլը արդեն իսկ կստեղծվի։ Մի փոքր սպասենք, մինչև շերտային ֆայլը ստեղծվի և տեսնում ենք, որ գյուղատնտեսական հողահանդակներ կոչվող շերտային ֆայլը արդեն առկա է։ Ես փորձեմ անջատել մի պահ գրառումները և այս գյուղատնտեսական հողահանդակներ կոչված շերտային ֆայլը նաև հասանելի է կատալոգ բաժնի project03.gdb-ում, այսինքն Geodata բազում, տեսնում եք, որ արդեն կա և այստեղ պահպանված է lens անունով, բայց մեր նախագծի մեջ երևում է որպես գյուղատնտեսական հողահանդակներ։ Հիմա փորձենք մի փոքր ավելի մոտեցնել zoom in, հա, կատարել է մոտեցնել որևիցե մի գյուղատնտեսական հողահանդակի և փորձենք կատարել մեր առաջին թվայնացումը։ Թվայնացում կատարելուց առաջ պետք է համոզվել, որ content բաժնում ընտրված է այն շերտը, որի համար ուզում ենք թվայնացում իրականացնել, և վերին պանելներում մենք ունենք edit կոչվող բաժինը, որտեղ մի շարք ենթաբաժինների մեջ առկա է features կոչվող բաժինը, և այդ features կոչվող բաժնում կա create, որի միջոցով հնարավոր է թվայնացումն իրականացնել։ Երբ սեղմեցինք create հրահանգը,
Աջ մասում ի հայտ է գալիս create feature կոչվող պատուհանը, որում երևում է հնարավոր փոփոխությունների ենթարկվող մեր շերտերը, այստեղ երևում է գյուղատնտեսական հողահանդակների շերտը և անմիջապես երբ ընտրել ենք այս շերտը, արդեն իսկ կարող ենք սկսել մեր թվայնացումը իրականացնել։ Խոշոր հաշվով, երբ որ մենք կատարում ենք թվայնացման աշխատանքներ, շատ-շատ կարևոր է, որ այդ թվայնացումը լինի ճշգրիտ, սակայն քանի որ հիմա կատարում ենք ուսումնական նպատակով, ապա շատ գերճշգրտությունը այս պարագայում այդքան էլ էական չէ։ Որպեսզի կատարենք մեր առաջին թվայնացումը, ընտրում ենք մեզ հետաքրքրող դաշտի, հողահանդակի եզրային որևիցե մի կետ, կատարում ենք առաջի ձախ քլիքը այդ եզրային կետի վրա և սկսում ենք քլիքներ կատարելով տեղաշարժվելը քարտեզի մեջ, կատարեցինք մեր առաջին քայլերը քլիքների միջոցով և ես փորձեմ սահմանափակվեմ այս թվայնացումը իրականացնելով, վերջին տեղը, որտեղ կատարել եմ քլիք և ես ցանկանում եմ ավարտել իմ թվայնացումը, կարող եմ մկնիկի աջ քլիքը սեղմել և բացվող պատուհանում ունենք finish կոչվող բաժինը, որը նաև հնարավոր է աշխատացնել ստեղնաշարի վրա ստեղծելով F2 կոճակը և սրա միջոցով ես արդեն ունեցա իմ առաջին թվայնացրած օբյեկտը։ Ընդհանցս կարող եմ սեղմել finish հրահանգը, ինչպես նաև save հրահանգը, որպեսզի կարողանամ պահպանել այն փոփոխությունները, որը կատարել եմ։ Եվ եթե ես հիմա փորձեմ որոշակի նոր թվայնացումներ կատարեմ, ապա պետք է հերթական նույն քայլերով անցնեմ, որպեսզի կարողանամ այդ թվայնացումները կատարեմ։ Այստեղ շատ կարևոր է մի քանի հանգամանքի ուշադրություն դարձնել, որոնք ինչ-որ կերպ կարող են օգնել ձեզ, եթե որոշակի կերպով դուք կատարել եք որոշակի սխալներ թվայնացման ընթացքում, մասնավորապես tools բաժնում մենք կտեսնենք որոշակի գործիքակազմ, որի միջոցով հնարավոր է կատարել որոշակի փոփոխություններ արդեն իսկ թվայնացրած օբյեկտի վրա։ Մասնավորապես տեսնում ենք այստեղ move կոչվող գործիքը, որի միջոցով ես կարող եմ տեղաշարժել իմ օբյեկտը որոշակի չափով, եթե ես սխալմամբ այն գծել եմ ոչ այն վայրում, որտեղ որ պետք է գծեի։ Իհարկե կարող եմ հիմա նորից տեղաշարժել իր տեղը և հաջորդիվ կարող եմ նաև կատարել իմ պոլիգոնի գագաթների փոփոխությունները, եթե դրանք որևիցե մի կերպ ես կատարել եմ սխալ։ Հիմա ընտրում եմ edit vertex գործիքը և edit vertex գործիքը ընտրելուց և պոլիգոնը ընտրելուց հետո տեսնում ենք, որ հայտնվել են իմ պոլիգոնի գագաթները և edit vertex գործիքի միջոցով ես հնարավորություն ունեմ այդ գագաթները տեղաշարժել այնպես, ինչպես կցանկանամ, ինչպես և համարում եմ ճիշտ ելնելով իմ պոլիգոնի չափերից կամ ձևից։ Եթե ես ունեմ կարիք, որպեսզի պոլիգոնս որոշակի չափով փոփոխություն ենթարկեմ և edit vertex-ի միջոցով դա անել բավականին ժամանակատար է և ոչ նպատակահարմար, ապա պոլիգոնը ընտրելով կարող եմ ընտրել reshape գործիքը, reshape, այսինքն նշանակում է իմ պոլիգոնի ձևը փոխում եմ և սկսելով այն պոլիգոնի ներսի հատվածից, որը որ ուզում եմ փոփոխել, նորից սկսում եմ ձախ քլիքներ կատարել, այնուհետև դուրս եմ գալի պոլիգոնի տարածքից և քլիքներ կատարելով ըստ անհրաժեշտության, ինչպես որ պետք է, նորից վերադառնում եմ պոլիգոնի տարածք։ Նորից աջ քլիք սեղմելով և սեղմելով finish կոճակը, ես իմ պոլիգոնի shape-ը, այսինքն ձևը փոխեցի, reshape, հենց դա է նշանակում, shape-ը փոխեցի։ Այսպիսով կարող ենք ասել, որ մենք կատարեցինք մեր առաջի թվայնացումը, ստեղծեցինք պոլիգոն և եթե ես կրկին որոշակի սխալ էի կատարել, կարող եմ ուղղակի ստեղնաշարի վրա սեղմելով Ctrl+Z վերադառնամ այն տեսքին, ինչ որ համարում էի ճիշտ կամ ինչ որ ելակետային էր իմ համար։ Այսպիսով կարող եմ սեղմել save կոճակը և
արդեն իսկ իմ առաջին պոլիգոնը պահպանված է, եթե մեր պոլիգոնը ունի կապույտ եզրագիծ, սա նշանակում է, որ այս պահին նա ընտրված է և selection բաժնի clear կոճակը սեղմելով ես հիմա ընտրանքից հանում եմ բոլոր այն ընտրված օբյեկտները, որոնք կան իմ ArcGIS միջավայրում։ Կրկին չմոռանանք սեղմել save հրահանգը, որպեսզի պրոյեկտում կատարված բոլոր փոփոխությունները ծրագիրը կարողանա պահպանել իր մեջ և փորձենք կատալոգ բաժնում ստեղծել մեկ այլ շերտային ֆայլ, գծային ֆայլ և ամենայն հավանականությամբ դա կստեղծենք հողահանդակների մեջ գտնվող ճանապարհները և կտեսնենք, թե ինչպես է հնարավոր արդեն իրականացնել գծային ֆայլերի ստեղծում։ Կրկին գալով կատալոգ բաժին, սեղմենք աջ քլիքով project geodatabase-ի վրա և այստեղ new բաժնից կրկին ընտրենք feature class-ը։ Ես կանվանեմ այս շերտային ֆայլը roads, կրկին եթե ցանկություն ունեմ կարող եմ հայերեն անվանումով կամ այլ անվանումով պատկերել իմ շերտի անվանումը և այստեղ շատ կարևոր է ընտրել ոչ թե պոլիգոն, այլ ընտրել line, ինչը կնշանակի, որ ես արդեն իսկ գործ ունեմ գծային օբյեկտների հետ։ Իհարկե, եթե հետագայում իմ այս գծային օբյեկտները որևիցե մի կերպ օգտագործվելու են ճանապարհներ, հեռավորություններ և նմանատիպ ֆունկցիոնալ մոդուլներ աշխատացնելու համար, ապա կարող եմ նաև այստեղ m values-ը ակտիվացնել, որպեսզի հետագայում այս գծային օբյեկտները ինձ ծառայեն նաև նմանատիպ աշխատանքներ իրականացնելու համար։ Փորձեմ անցնել առաջ, այստեղ կարող ենք ուղղակի այս մասը բաց թողել, չավելացնել ոչ մի սյուն, քանի որ հետագայում կտեսնենք, որ ևս հնարավոր է շերտային ֆայլի մեջ ավելացնել սյուներ ըստ անհրաժեշտության, ըստ տեսակների և ըստ անհրաժեշտ տվյալները ավելացնել այդ սյուների մեջ։ Այս մասը ևս բաց թողենք, կրկին չենք մոռանում ընտրել պրոյեկցիոն համակարգը, որը ամենակարևոր բաղկացուցիչ մասն է GIS միջավայրում և խոշոր հաշվով բոլոր մյուս քայլերի վրա next սեղմելով կարող ենք սեղմել finish։ Եվ իհարկե տեսնում ենք, որ roads կոչվող շերտային ֆայլը արդեն իսկ մեր մոտ ակտիվ է և create գործիքի վրա սեղմելով տեսնում ենք, որ ես այստեղ ունեմ roads և գյուղատնտեսական հողահանդակներ շերտային ֆայլերը և այս պարագայում կընտրեմ roads շերտային ֆայլը և փորձեմ թվայնացնեմ ճանապարհի որևիցե մի հատված։ Տեսնում եք, փորձում եմ հնարավորինս պահպանել ճանապարհի ուղղությունները։ Կարծում եմ այսքանը արդեն հերիք է և կրկին աջ քլիք սեղմելով կարող եմ գալ finish գործիքի վրա կամ հրահանգի վրա և արդեն իմ ճանապարհը պատրաստ է։ Այստեղ կրկին, քանի որ կապույտ գույնով է նշված, դա նշանակում է, որ նա ընտրանքի ռեժիմում է և clear հրահանգի միջոցով կարող եմ արդեն ընտրանքի ռեժիմից դուրս գալ։ Մի պահ, եթե base map կոչված, ետնային քարտեզ կոչվածը մենք անջատենք, ապա կտեսնենք, իհարկե գունային այդքան էլ հաջող չի երևում, բայց կտեսնենք, որ մենք ունենք ճանապարհը ցույց տվող գծային շերտային ֆայլ և ունենք պոլիգոնային ֆայլ և վերջում որպես թվայնացման մյուս գործիք կամ շերտային ֆայլ փորձենք ավելացնել կետային որևիցե մի օբյեկտ, պատկերացնենք, որ այս դաշտային միջավայրում մենք ունենք որոշակի ծառեր և մեր համար դա ևս կարևորություն է նշանակում մեր նախագծի մեջ և փորձենք ստեղծել շերտային ֆայլ, որը ցույց կտա ծառերը որպես կետային օբյեկտներ։ Կրկին վերադառնանք catalog բաժինը և project 03 geodata-բազայի մեջ ստեղծենք նոր շերտային ֆայլ և այն անվանենք trees։ Ինչպես նշեցի, այն պետք է լինի point, այսինքն կետային ֆայլ և այստեղ կարող ենք օրինակ ավելացնել բարձրությանը վերաբերվող որևիցե մի տեղեկատվություն,
Անպայման ընտրում ենք պրոյեկցիոն համակարգը և հաջորդաբար next ստեղծելով վերջում finish հրանգի վրա ենք ստեղծում և արդեն իսկ ունենք մեր կետային ֆայլը։ Կրկին իմ կետային ֆայլը հայտնվեց որպես խմբագրվող շերտային ֆայլ այդ դաշտում և ես ընտրելով այդ դաշտը արդեն հնարավորություն ունեմ որոշակի թվայնացման աշխատանքներ կատարել։ Հիմա փորձեմ կետային ֆայլերը ստեղծել, մի քանիսը այնքանով, որքանով որ ինձ համար տեսանելի են ծառերը և այսքանով ավարտեմ թվայնացումը նաև ծառերի համար։ Այսպիսով տեսանք, որ մենք կարողացանք ստեղծել պոլիգոնային, գծային և կետային շերտային ֆայլեր և հիմա սեղմելով save կոճակը կպահպանեմ այն փոփոխությունները, որոնք որ ես կատարել եմ, create feature պատվանը արդեն իսկ ինձ պետք չի կարող եմ փակել և իհարկե սեղմեմ save ամբողջ նախագիծս պահպանելու համար։ Այստեղ շատ կարևոր է մի հանգամանք, որ երբ որ ես ստեղծել եմ այս շերտային ֆայլը, խոշորաշով դա միայն ինձ է հայտնի, թե երբ եմ ստեղծել, ինչ հիմքի վրա եմ ստեղծել, ինչ առանձնակի տեղեկատվություն կա, որ անհրաժեշտ է իմանալ այս շերտային ֆայլի մասին, բայց երբեմն, երբ որ այս ֆայլը մենք կարիք ենք ունենում փոխանցել կամ տրամադրել մեկ այլ ծառայությունների կամ մեկ այլ գործընկերոջ, ապա շատ կարևոր է հնարավորինս մանրամասն տեղեկատվություն հայտնել այս ֆայլի մասին, դրա համար օգտագործում ենք metadata-ներ կոչվածը, որի միջոցով հնարավորություն ենք ունենում ստեղծել տվյալ ֆայլի վերաբերյալ որոշակի տեղեկատվություն։ Հիմա եթե ես աջ քլիքով սեղմեմ իմ շերտային ֆայլի վրա, բացվող պատուհանում մենք կտեսնենք view metadata կոչվածը։ View metadata բաժնում մենք տեսնում ենք, որ ամբողջությամբ դատարկ է և որևէ ինֆորմացիա չի պարունակում այս ֆայլի մասին և փորձենք մի քանի տվյալներ, նկարագրական տվյալներ ավելացնենք ֆայլի մասին, որպեսզի կարողանանք հասկանալ, թե այս ֆայլը ինչի մասին է և ինչպես է հնարավոր այն ավելի մատչելի դարձնել հետագա օգտագործողների համար։ Հիմա գանք կատալոգ բաժինը կրկին և ընտրենք lens կոչվող շերտային ֆայլը, որը իրականում մեր հողահանդակներն են, աջ քլիք սեղմենք շերտային ֆայլի վրա և բացվող պատուհանից ընտրենք edit metadata։ Երբ սեղմեցինք edit metadata-ն, կտեսնենք, որ որոշակի դաշտեր ներկված են կարմիր գույնով, ինչը նշանակում է, որ այս դաշտերը պարտադիր են լրացման համար։ Մասնավորապես title դաշտում ես կլրացնեմ որոշակի տեղեկատվություն որպես վերնագիր կամ անվանում, ենթադրենք մեր հողահանդակները ակունք գյուղում են, ես կլրացնեմ հետևյալ կերպ ակունք բնակավայրի գյուղատնտեսական հողահանդակներ, շատ լավ։ Այստեղ tag բաժնում կարող ենք նշել այնպիսի բանալի բառեր, որոնք հետագայում ավելի հեշտ կդարձնեն այս շերտը փնտրելու, շերտը հետ աշխատելու գործընթացները, օրինակ կարող եմ նշել land, կարող եմ նշել agriculture և այլն, նմանատիպ բառերի միջոցով փորձեմ հնարավորինս ավելի հեշտ հասանելի դարձնել այս շերտային ֆայլը, ինչպես նաև summary բաժնում կարող եմ նշել թե summary, թե abstract բաժնում կարող եմ նշել, թե ինչ հիմքի վրա է պատրաստվել այս շենքը, օրինակ կարող եմ նշել, որ շերտը պատրաստվել է ESRI BaseMap հիմքի վրա և ստեղծվել է 2025 թվականին։ Նմանատիպ ինֆորմացիաները լրացնելը ինչով է կարևոր, որովհետև շատ հաճախ մեր միջավայրում դա հանդիպող երևույթ է, որ մեր ձեռքի տակ հայտնվում են որոշակի շերտային ֆայլեր և մեր համար հասկանալի չեն լինում, թե դա
ինչ հիմքով է ստեղծվել, երբ է ստեղծվել, ինչքանով է ակտուալ այդ տվյալները և ինչքանով ակտուալ չէ։ Եվ այստեղ credits բաժնում կարող ենք նշել, թե ով է ստեղծողը, ինչ իրավունքներով սահմանված այս շերտային ֆայլի վրա եւ այլն եւ այլն եւ այլն, հա, այստեղ կարող ենք նշել անվանումը, կազմակերպությունը, ովքեր իրավունք ունեն օգտագործելու ինչ նպատակներով եւ այլն։ Եվ appropriate scale range-ում մենք կարող ենք նշել, թե մոտավորապես ինչ միջակայքի է վերաբերում այս մեր մասշտաբային ինչ միջակայքի է վերաբերում այս մեր շերտային ֆայլը։ Իհարկե սա գլոբալ տեղեկատվություն չի, ես փոքր ասեմ մի փոքր իմ տեղեկատվությունը, մայրցամաքային մակարդակի տեղեկատվություն էլ չի, երկրի մակարդակով էլ տեղեկատվություն չի, եւ այստեղ տեսեք state scale, իրականում սա մի փոքր համեմատական է տարված ԱՄՆ նահանգների հետ, բայց 1/5 միլիոն մասշտաբը Հայաստանի համար դեռևս state, այսինքն նահանգային մակարդակ չի եւ կարող է մի փոքր էլ ավելի փոխել county state scale, հա, որը ինչ-որ չափ կարող է այստեղ կիրառելի լինել մեր պարագայում։ Եվ եթե ունեմ այս բոլոր տվյալները մանրամասնությունները լրացված, այստեղ կարող եք դուք լրացնել էլ ավելի շատ տեղեկատվություն, որպեսզի էլ ավելի հասկանալի եւ ընթեռնելի լինի, թե ձեր ֆայլը ինչի մասն է, կարող ենք սեղմել save հրահանգը եւ մեր ֆայլը խոշոր հաշվով արդեն պահպանված է։ Հիմա փորձենք տեսնենք, թե այս պահպանված տեղեկատվությունը ինչպես է արտահայտված եւ map բաժնում արդեն ունենք գյուղատնտեսական հողահանդակներ, աչք-կլիկ շերտային ֆայլի վրա, գանք view metadata, մի փոքր սպասենք, գյուղատնտեսական հողահանդակներ շերտը հենց ընտրեցի, այստեղ իմ մոտ երևում է վերնագիրը, երևում է մի քանի թագեր, երևում է ընդհանուր summary-ն եւ մնացած հատվածները, քանի որ չեմ լրացրել, արդեն որոշակի տեղեկատվություն չունեմ այս նմանատիպ մանրամասնությամբ։ Այսպիսով մենք ինչ արեցինք, մենք ստեղծեցինք 3 տեսակի շերտային վեկտորային ֆայլեր, դրանք կետային, գծային եւ պոլիգոնային ֆայլերն են։ Սա այն հիմնական քայլն է, որ կատարում ենք GIS-ում որևիցե մի թվային օբյեկտներ ստեղծելու համար եւ կարևորը չենք մոռանում պարտադիր ստեղծել զուգահեռաբար մետա տվյալներ, որոնք տվյալներ են տվյալների մասին, թե երբ է ստեղծվել, ինչ թարմություն ունի եւ ինչ օգտագործման իրավունքներ կան նմանատիպ շերտային ֆայլ ստեղծելու համար։ Այսպիսով ես եւս մեկ անգամ համոզվեմ, որ բոլոր շերտային ֆայլերում կատարված փոփոխությունները պահպանված են եւ սեղմեմ save կոճակի վրա, որպեսզի իմ ամբողջական պրոյեկտը պահպանվի եւ այսքանով արդեն կարող եմ փակել իմ նախագծային ֆայլը եւ արդեն կունենամ վերջնական ֆայլ։ Հիմա տեսնում եք արդեն մեր դասերի բաժնում ունենք class 3 եւ class 3 թղթապանակի մեջ կա այն բոլոր անհրաժեշտ տվյալները, որոնք որ ստեղծեցինք մենք այս դասի ընթացքում։ Այս անգամ հասկանը կհանդիպենք հաջորդ դասի ընթացքում առայժմ։